Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, հավանեք, տարածեք։ Ես այսօր որոշել եմ խոսել ալտերնատիվ բժշկության հարցերից մեկի մասին, իհարկե հարցը տվել են մեր ունկնդիրները եւ խնդրել են, որ ես պատասխանեմ։ Խնդրել են պատասխանեմ միզաբուժության մասին, ինչ է իրենից ներկայացնում միզաբուժությունը։ Ուրեմն, հարգելի բարեկամներ, ժողովրդական բժշկության մեջ բուժման հարյուրավոր եղանակներ կան տարբեր բաներով՝ կավաբուժություն, միզաբուժություն, մետաղաբուժություն, մետաղներով, բնական քարերով, տարբեր տեսակի այդպիսի ջրաբուժություն, հանքային ջրերով, ինչպես նաև սիլիկա ջրով, սիսեռաբուժություն, նավթաբուժություն եւ այդպես բազմաթիվ այդ մեթոդների մասին կարելի է խոսել, սակայն այսօր մեր հիմնական շեշտը դա բուսաբուժությանն է վերաբերում, բայց ամեն դեպքում այսօր խոսենք նաև միզաբուժության մասին, այս իմ հաղորդումը քարոզ չի, որ ինչ-որ գիտեմ ցանկացողներն ասեն միզաբուժություն, ծանոթացնեմ ինչ է իրենից ներկայացնում։ Միզաբուժության եղանակների եւ մեթոդների մասին հայտնի են եղել դեռևս շատ հին ժամանակներից, մարդիկ տեղյակ են եղել, թե դա իրենց ինչ է ներկայացնում, սակայն առ այսօր բժիշկների եւ սկեպտիկների մեջ կա տարաձայնությունը որն է վեճ միզաբուժության դրական եւ բացասական խնդիրների մասին։ Բժիշկները իհարկե դեմ են միզաբուժությանը, իսկ սկեպտիկները կողմ են միզաբուժության, այսինքն այս վիճելի հարցերի դրական եւ բացասական կողմերը դրանք գրված են, հեղեղված են բոլոր տեղեկատվական միջոցները, տեղեկատվական գրքերը, որոնք բրոշուրները, որոնք կարելի է ձեռք բերել եւ կարդալ, ինչպես նաեւ կան դրա համար հեռուստահաղորդումներ եւ այլն, այնպես որ դժվար է ասել դրական կողմը եւ բացասական կողմը որն է ավելի ճիշտը եւ որը ավելի հարմար, սակայն միզաբուժության մասին կան տեղեկություններ նաև Աստվածաշնչում, Այուրվեդայում, եվրոպական մենաստանների տրակտատներում, շատ երկրների ազգերի ժողովրդական բժշկության մեջ ուրեմն կա միջոցներից մեկը դա համարվում է միզաբուժությունը։ Այսօր այդ տեղեկատվական եւ դրական բացասական հարցերը, որոնք վերաբերում են միզաբուժությունը, կայանում են դրանում, որ միզաբուժության ժամանակ կան բավականին դրական արդյունքներ։ Դա իրանից ինչ է ներկայացնում, դա սեփական մեզի կամ որևէ մոտիկ հարազատի մեզի կիրառումն է արտաքին կամ ներքին ընդունման ձևով, որը կիրառում են ինչի համար, նա կանխում է բազմաթիվ հիվանդությունների առաջացումը, իսկ եթե կան հիվանդություններ, նաև ունի բուժական նշանակություն։ Այս վերաբերյալ կան բացասական շատ տեղեկություններ, սակայն պետք է ասել, որ դրա համար դա պատահական ինչ-որ գործառույթ չի, որ պետք է կատարվի, դրա համար պետք է պատրաստվել եւ այո, կարող են լինել նաեւ բացասական արդյունքներ կամ բացասական երևույթներ, ինչի համար, որտեղ սովորական այսօրվա արդի ժամանակի դեղերներ օգտագործելիս, եթե նույնիսկ բժիշկը չի նշանակում ինքնագլուխ օգտագործում են, դրանցից էլ կարող է լինել նաև
բացասական արդյունքներ, այնպես որ ամեն ինչ պետք է արվի, ինչպես որ կարգն է։ Նախ միզաբուժությամբ զբաղվելու համար, ովքեր որ ցանկանում են զբաղվել, պետք է արարողակարգ կատարվի, պետք է օրգանիզմը մաքրել, մաքրում են աղիքները, այրումները, լյարդը, երիկամները եւ այդ ընթացքում պետք է սննդակարգը լինի համապատասխան, պետք է բացառել մսեղենը, կաթնամթերքները, սննդակարգը պետք է լինի բուսական եւ կամ հատուկ ինչ-որ սննդակարգ, որը նշանակում է նման դեպքերում օրգանիզմը մաքուր պահելու համար։ Մյուս խնդիրը միզաբուժությունը հակացուցված է միզայրենության ժամանակ, հիպերազոտեմիայի ժամանակ եւ երիկամների կծիկային ապարատի, այսինքն ֆիլտրող ապարատի անբավարարության ժամանակ։ Հակացուցված է նաեւ այն ժամանակ, երբ որ տվյալ անձը, որը պետք է կիրառի, օգտվի իր մեզից, կան, այսինքն վեներական հիվանդություններ, որովհետև այդ օրգանների վիրուսները, միկրոբները անցնելով մեզի մեջ, նորից ընդունելու ժամանակ կրկնակի անցնում է իր օրգանիզմը եւ առաջանում է կրկնակի վարակ, ապա այդպիսի հարցերը բնականաբար պետք է բացառվի։ Մաքրելուց հետո օրգանիզմը լավ կլինի, որ դա լինի բնականաբար բժշկի հսկողության տակ, եթե միզաբուժությունը մեր երկրում ընդունվեց ընդամենը մի քանի ոչ թե ընդունվեց, այլ այսպես ասած տեղեկացվեց մի քանի տասնամյակ առաջ եւ պրոֆեսիոնալ բժիշկները կտրականապես դեմ են միզաբուժությանը, կտրականապես դեմ են եւ տալիս են նրա բացասական հատկություններ, այսինքն առողջությունը, միզաբուժությունը կարող է վնասել։ Ձեզ ասեմ, որ սա գալիս է նաեւ անտեղյակությունից, մարդիկ չեն հետաքրքրվել, չեն տեսել դրա համար կան գրականություն միզաբուժության համար, որը պետք է ուսումնասիրել եւ կատարվի ըստ ուրույն։ Եթե տեղյակ չեն, ապա արգելելը, ես չեմ պրոպագանդում կատարելը, արգելելը պետք չի, ոչ մի բան արգելելը պետք չի, ես հիշում եմ սիսեռաբուժության Ամերիկայից մեր հայ մասնագետներից մեկը, իհարկե ոչ բժիշկ էր, բայց զբաղվում էր սիսեռաբուժությամբ եւ այնպիսի հակազդեցություն ստացավ հեռուստաէկրանների առաջ, որ ուղղակի անհարմար էր այդպես հակազդել, եթե տեղյակ չեք, մարդը բացատրում է եւ չի ստիպում, որ կատարեք, առաջարկում է, ես անձամբ ունեցել եմ այդպիսի 3 հատ այդպիսի հիվանդ, Աստված հեռու տանի, քաղցկեղով հիվանդ, որով այդ արարողակարգը կատարելուց սիսեռաբուժությունը մարդիկ լավ են եղել, մինչև հիմա ապրում են, անցել է տասնյակ տարիներ, այնպես որ բացառելը դա չի կարելի, մի հատ պետք է մոտենալ, ուսումնասիրել նոր։ Ամեն դեպքում, եթե արտաքին օգտագործման ժամանակ, օրինակ, մեկ քառորդ գոլորշիացված մեզը, այսինքն եթե վերցնում եք 200 գրամ մեզ, գոլորշիացնում եք, մնում է 50 գրամ, դա կարելի է հիանալի միջոց է, օգնում է արտաքին օգտագործման ժամանակ հոդային հիվանդներին, պարզապես թռչոցներ եք դնում այդ մեզով հոդերի վրա, թռչում եք դնում եք, սակայն այստեղ կարևորը այն է, որ թռչոցը դնելուց առաջ պետք է այդ հոդային մակերեսը պատել որևէ բուսայուղով, ձեթով կարելի է, որպեսզի այրվածքներ չառաջանան, որտեվ այդ քանակությամբ գոլորշիացված մեզը առաջացնում է այրվածքներ, թունդ է, այսպես ասած ուժեղը,
Կամ ամառվա ընթացքում գյուղացին, եթե աշխատում է իր հողամասում դաշտում կամ հավաքում է ենթադրենք ալոճ է, մասուր է կամ չգիտես ինչ է, այս սեզոնին հավաքում են, փշերը, դրանք փշոտ բույսեր են, մատերը ծաղկորտում են, քերում են, գալիս է հայրուն եւ այլ, եւ աշխատանքի վերջում, եթե սեփական մեզով մի լվանա ձեռքերը, ապա մինչև հասնի տուն սկզբանից էլ կլինի ավելի լավ։ Հոտ է գալիս, ճիշտ է հոտ է գալիս, իսկ որ դեղն է անհոտ կամ համեղ։ Չկա այդպիսի բան։ Եթե այդ քսուկները, որ օգտագործում են, նրանց խարժում են տարբեր տեսակի հոտավետ եթերայուղեր, որպեսզի նրանց հոտը փոխվի։ Դե սա ես ձեզ չասեցի, որպեսզի զբաղվեք միզաբուժությամբ, միզաբուժությամբ զբաղվել համար պետք է ասել բացատրել նաև ինչ մեթոդները, նրա մեթոդները օգտագործման, ինչպես պետք է դա պատրաստել եւ այլ եւ այլ։ Այսքանով սահմանափակվենք, ձեզ առողջություն, ցտեսություն, մի շնոր հանդիպում, սակայն ուզում եմ ցույց տամ իմ գիրքը, այն ալկաման արդեն վերջացել է, չկա, սպասում ենք, որ նորից տպվի։ Բժշկարան գիրքը պարունակում է 90 տեսակ հիվանդություն, այստեղ հիվանդության նկարագրերը գրված են բավական ընդարձակ եւ տրված է բուժումը դեղաբույսերով։ Դեղաբույսերի, ներառված դեղաբույսերի նկարները գունավոր կան գրքում, սա կգրված է 3 լեզվով, հայերեն, ռուսերեն, լատիներեն, գիրքը իր հետևում ունի նաև քառալեզու բառարան, այդ 3 լեզուն ավելացրած նաև անգլերենը, խնդրեմ, 4 լեզվով բառարան։ Կարող եք ձեռք բերել եւ օգտվել այս գրքից, տպվել է գիրքը, վերահրատարակվել է 6 անգամ։ Այսօր այսքանը, հարգելի բարեկամներ, մի շնորհ հանդիպում, կունենաք հարցեր, առաջարկներ կարող եք զանգել բուժման եւ տեղեկատվության համար կարող եք դիմել Պուշկինի 38 ցտեսություն։